Հաղորդման հովանավորն է Տուն դեպո կահույքի խանութ սրահը։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Հաղորդման հովանավորն է Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Կիրակի առավոտ, բարև երկիր, երկրի հրաշալի անկյուն։ Մենք բարև երկիրն ենք, դեռ շարունակում ենք գտնվել Լորվա մարզում և վայելել մեր գործընկերոջ Dream Park-ի հյուրընկալությունը։ Այո, այստեղ հիասքանչ բնություն է եւ նաեւ հիշենք մեր մյուս գործընկերներին, որոնցից մեկը Տուն դեպո խանութ սրահն է, իսկ մյուսը Աջափնյակ բժշկական կենտրոնը, որտեղ ձեզ խոստանում են յուրահատուկ եւ առանձնահատուկ մոտեցում։ Ես հիշեցնեմ նաև այն հասցեները, որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին, եթե դե կիրակի եք քնած եք մնացել, որպեսզի հետո բաց չթողնեք մեր ոչ մի հաղորդում։ Այդ հասցեներն են Երկիր մեդիայի YouTube-յան եւ Telegram-յան ալիքները, ինչպես նաև Երկիր մեդիայի ու Բարև երկրի Facebook-յան էջերը։ Այսօր փետրվարի 15-ն է, օրը կիրակի եւ շատ մի հետաքրքիր օր է նշվում այսօր։ Բուն բարեկենդանն է, սիրելի հեռուստադիտողներ, որը նախորդում է մեծ պահքին եւ ունի արարչության առաջին օրվա ու այս կյանքի առաջին դարի խորհուրդը։ Այսօր փակվում է եկեղեցու վարակույրը Ադամի դրախտից ելնելու խորհրդով եւ մինչեւ Սուրբ Հարության տոն ավետարանն այլևս չի համբուրվում, այնպես ինչպես Ադամը զրկվեց կենաց ծառի ճաշակումից։ Այո, բուն բարեկենդանի եւ զատկի պահքի օրերը իրար հետ միասին կազմում են 50 օր, իսկ 50-ը հոբելյանական թիվ է եւ խորհրդանշում է մեր ազատությունը մեղքերի ծառայությունից։ Թերևս բացի այս պաշտոնական հատվածից բուն բարեկենդանը, չգիտեմ ձեր բակում ինչպես են նշել, բայց երբ փոքր էի շատ գեղեցիկ էր նշվում ու դռնեդուր անցնում էին երեխաները քաղցրավենիքը ստանում եւ հուսով եմ, որ մինչ օրս այդ գեղեցիկ ավանդույթը պահպանվում է։ Տոնի մասին իհարկե իսկապես շատ կարելի է խոսել, բայց քանի որ ձեզ չծանրաբեռնենք, սիրելի հեռուստադիտողներ, պատրաստել ենք ձեզ համար տեսանյութ, որտեղ այո, ինչպես եկեղեցական հոգևոր խորհուրդն ենք ներկայացնում, այնպես էլ այն բոլոր ժողովրդական ազգային ծիսակարգերն ու ավանդույթները, որոնք, ինչպես Արմինեն հիշեց, այո, կան վայրեր իհարկե, որ պահպանվում են, այո։ Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի կերեք։ Ինչպես մենք այսօր ստանում ենք պահքի պատվիրանը մարգարեներից, առաքյալներից ու ավետարանիչներից, այդպես էլ առաջին մարդը պատվիրան ստացավ Տիրոջից դրախտում։ Եվ ըստ այդ օրենքի ամեն մի ծառից ուտելը խորհրդանշում է բարեկենդանը, իսկ դրախտի մեջտեղում գտնվող արգելված ծառից չուտելն էլ պահքը, որը բուն բարեկենդանի եւ հարության տոնի մեջտեղում է։ Բարեկենդան նշանակում է կենդանություն ու բարի կյանք, մարդու երջանկության հիշատակը, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան։ Այսօրը թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ, ի հետևություն Եղիային ուղված հրեշտակի խոսքի. Ելիր, կեր, որովհետեւ երկար ճանապարհ ես գնալու։ Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով ու ողորմության հույսով սկսում է մեծ պահքի ճանապարհը։ Բարեկենդանը հայ ժողովրդի համար սիրելի ու սպասված տոն է եղել բոլոր ժամանակներում։ Նախաքրիստոնեական շրջանում էլ այն տոնում էին 2 շաբաթ շարունակ, Սուրբ Սարգսի տոնի հաջորդ օրվանից մինչև մեծ պահքի սկիզբ։ Երկար ձգվող առած սեղաններ էին բացվում, մսեղենից ու կացնեղենից ուտեստներ ճաշակում եւ ազգային երգերով, պարերով ու խաղերով միմյանց առատություն, առողջություն ու բարություն մաղթում։ Տոնին ընդունված էր ձավարով ու համեմունքներով լցոնված ոչխար խորովել, փաթիլա, սռոն եւ բխբխիկ կոչվող ճաշատեսակները պատրաստել եւ անպայման խաշիլ, հալվա ու գաթա։ Քանի որ տոնի հիմքում ընկած էր չարի եւ բարու պայքարը, ինչպես նաեւ բնության զարթոնքը, առանձնակի կարեւորություն էր տրվում դիմակավորված խաղերին, թատերականացված ներկայացումներին եւ այնպիսի ծիսակարգերին, որոնք թույլ կտային վանել չար ուժերին եւ տուն հրավիրել հաջողությանը։ Այդպիսի մի դրվագներից էր օրինակ բարեկենդանի վերջին օրը հրապարակ բերվող պասպապին կամ ակլատիզը։ Սա իրենից ներկայացնում էր մի սոխ կամ կարտոֆիլ, վրան 7 փետուր խրած, որը թելով առաստաղից կախում էին եւ երգում. «Ակլատիս, չվանվիս, եկավ մեզ հյուր, կախվավ երթիս»։
7 փետուրները, որոնք մեծ պահքի 7 շաբաթներին էին համապատասխանում, օրացույցի դեր էին կատարում։ Յուրաքանչյուր շաբաթվա վերջում 1 փետուրը հանվում էր։ Տոնի տարածված խաղերից էր նաև ճոճախաղը, կշռեցուկը, աքլորակռիվն ու գոմշակռիվը, զարդարված փայտե ձիու պտույտը, գնդակախաղը, ընկուզախաղը, տասիցը եւ մատնին։ Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը բացվում էր եւ ներս էին մտնում երեխաները, զվարճալի հագուստներով, ծիծաղելի դիմակներով, ալյուրոտ ու մրոտ դեմքերով եւ աղմկոտ երգելով. «Բարեկենթան, փորեկենթան, բարեկենթան օրերը, խելքս գլխես կորել է»։ Թերևս շատ հետաքրքիր ռեպորտաժ էր եւ կարծում եմ մինչ օրս ոմանք դեռևս կպահպանեն այս ավանդույթները եւ դուրս կգան հատկապես երեխաները եւ բարեկենթանին կշրջեն տներով եւ կհավաքեն իրենց բաժին քաղցրավենիքը։ Այո, անցնենք առաջ եւ ինչպես սիրում ենք ամփոփենք անցնող շաբաթը եւ տեսնենք թե ինչ է սպասվում մեզ հաջորդ շաբաթ։ Դիլիջանում իր դռներն է բացել հայկական գործվածքի թանգարանը, այն այցելուներին ներկայանում է որպես Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի դիլիջանյան մասնաճյուղ, ներկայացնելով հայկական գեղարվեստական գործվածքի բազմադարյա ավանդույթներն ու դրանց շարունակական զարգացումը։ Թանգարանի տարածքում նախատեսվում է կազմակերպել վարպետության դասեր, բացօթյա միջոցառումներ, ցուցահանդես վաճառքներ, ժողովրդական վարպետների մասնակցությամբ, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը միտված ավանդական տոներ, ծեսեր, ազգային երգ ու պարի ներկայացումներ, այնպես որ Դիլիջան հաջորդ այցի ժամանակ չմոռանաք ձեզ ծանոթ բոլոր վայրերից բացի այցելել նաև այս նորաբաց թանգարանը։ Ես օրինակ մեծ սիրով կուզեմ գնալ եւ տեսնել ինչ են անում այնտեղ։ Այո, հատկապես հիմա, որ աշխարհում յուրաքանչյուր ժամ նորաձևության միտումներ են փոխվում, ձևվածքներ ու կարվածքներ են փոխվում, ծանոթանալ եւ իմանալ, թե որն է հայկական գործվածքը, կարծում եմ պարտադիր է։ Հատկապես այս ժամանակահատվածում։ Այո։ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանն ու Հայաստանի ազգային պատկերասրահն էլ համալրվել են 2 նոր նկարով։ Վիլյամ Սարոյան հիմնադրամի հետ համագործակցությամբ գրականության եւ արվեստի թանգարանում կազմակերպած Սարոյանական գույներ բառերից անդին 6-ամսյա միջազգային ցուցահանդեսի փակումից հետո ներկայացված 100 աշխատանքներից 2-ը մնացել են Հայաստանում։ Հիանալի է, եթե նույնիսկ ցուցահանդեսը վայելել չեք հասցրել, ապա կարող եք թեկուզ 2 նկարի միջոցով բացահայտել ամերիկահայ գրող, համաշխարհային հռչակ վայելող Սարոյանին բոլորովին այլ տեսանկյունից եւ մոտեցումներով։ Հայաստանը զբոսաշրջիկների համար բոլոր ժամանակներում էլ գրավիչ երկիր է եղել, հատկապես նրանց համար, ովքեր ծանոթ են մեր երկրի հազարամյա պատմությանը, ճարտարապետական ժառանգությանը, ինչու ոչ նաև համեղ խոհանոցին ու հայկական ջերմընդունելությանը, ինչի մասին է խոսքը։ Եվ այդ մարդկանց թիվը կարծես թե տարեստարի ավելանում է, քանի որ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով 2026 թվականի հունվարին Հայաստան է այցելել 179,409 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի նրանց թիվը ավելացել է 39,000-ով։ Եվ առավել մեծ թվով զբոսաշրջիկներ այս տարի եկել են Ռուսաստանից, Վրաստանից եւ հնարավորինս Իրանից, թերևս նկատում ենք։ Բոլորին շատ նկատելի ավելացել են, իսկ այդ Ճապոնիայում սիրելի հեռուստադիտողներ այս տարի զբոսաշրջիկների թիվը կպակասի։ Պատճառն այստեղ անցկացվող Սակուրայի ծաղկման ամենամյա փառատոնի չեղարկումն է, որն անցկացվում էր մարտի վերջերից ապրիլի սկիզբը։ Ֆուջիյաշիդա քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ 10 տարի անընդմեջ անցկացվող փառատոնի օրերին քաղաք է ժամանում միլիոնավոր զբոսաշրջիկ, ինչը տնտեսական առումով թեև շահեկան է, բայց վնաս է հասցնում բնությանը եւ խաթարում է քաղաքացիների անդորրը։ Մենք այստեղ պետք է խորաման գտնվենք եւ այդ փառատոնը տեղափոխենք Երևան, բայց ծափահարել ու խոնարհվել իսկապես այսպիսի քաղաքային իշխանությունների առաջ, որ անտեսում են այդ տնտեսական բաղադրիչը եւ ավելի
գնահատում են իրենց երկիրը, բնությունը եւ շարունակելով թեման, ասենք, որ փառատոնը մշտապես անցեկացվել Աբակուրայա Մասենգեն այգում, որտեղից գեղեցիկ տեսարան է բացում դեպի ծաղկած սակուրաների այգիներ, իդեպ բոլոր ֆիլմերում իրենց կա այդ կադրերը, ես միշտ եմ երազել, դու այո, շատ գեղեցիկ են ներկայացնում, բացի նրանից, որ ամեն ինչ իսկապես փաստացի գեղեցիկ է, նաեւ շատ գեղեցիկ մատուցում են, դա դարձնելով իրենց այցեքարտը, որը բոլորս գիտենք, այո, շարունակելով քաղաքային իշխանությունները միայն փառատոնը չեղարկելով չեն սահմանափակվել փաստորեն։ Նրանք որոշել են այսուհետ խստորեն վերահսկել զբոսաշրջիկների հոսքը, ուժեղացնել անվտանգությունը, որպեսզի սոցցանցերում լուսանկարներ եւ դիտումների համար քաղաք ժամանած մարդիկ վնաս չհասցնեն իրենց երկրին եւ բնությանը։ Ինչպես դու արդեն նշեցիր, շատ մեծահոգի քայլ նրանց կողմից։ Շարունակում ենք, չենք դադարում, սիրելի հեռուստադիտողներ, հետևել Բեքհեմների ընտանիքի քիչ-քիչ, այս դեպքում արդեն քանդվող կծիկին, այդ սկանդալային կծիկը քանդվում է երրորդ մարդկանց միջամտությամբ։ Հիշում ենք, որ նրանց ավագ որդին Բրուքլինն արդեն երկար ժամանակ է մեղադրում է ծնողներին իր կյանքը թունավորելու, Վիկտորիային էլ մասնավորապես իր եւ կնոջ հարսանեկան առաջին պարը գողանալու մեջ։ Այս դրամային չի կարողացել կողքից լուր հետևել երգիչ Մարկ Անթոնին, ով նաև Բեքհեմների մյուս որդու կնքահայրն է։ Մարկը կարծես թե փոքրիչ ավելի ծանր է տարել նրանց ընտանեկան այս անցուդարձը, երգիչը պարզաբանել է, ասելով, որ Վիկտորիան չի գողացել նորապսակների առաջին պարը։ Այդ պարի ավարտից հետո, երբ ինքը բեմ է բարձրացել ծույքին երգ նվիրելու համար, Բրուքլինին հրավիրել է պարելու սրահի ամենագեղեցիկ կնոջ Վիկտորիայի հետ։ Այսպես են ըստ Մարկ Անթոնիի պարահրապարակը գրավել մայրն ու որդին եւ այսքան երկար տևող խոսակցության հիմքը այդպես է դրվել ըստ Մարկ Անթոնիի։ Իսկ դու այդքան որդուն էիր պաշտպանում դեռ առաջին եթերին, հիշում ես։ Ես հիմա էլ եմ որդուն պաշտպանում, որովհետեւ կարծում եմ հատկապես հարսանեկան արարողության ժամանակ պետք է այդ օրը բոլորը զիջեն, մայրերն էլ, հայրերն էլ եւ հարսին տալ առաջին այդ պարի։ Առաջինը պարել է, ամբողջ հարցը դա է։ Դե կապ չունի, նրա օրն է։ Իսկ Վիկտորիան միշտ փայլում է իր գեղեցկությամբ, պետք է զիջեր։ Ըստիս, չգիտեմ, գուցե ես սխալ եմ։ Թե քանի անգամ է սիրտն իմ երազել, թե քանի անգամ եմ քեզ պատկերացրել, դու հայտնվեցիր մի օր իմ ամփոխարինելի ու սովորեցրիր սիրել կյանքը ավելի իմ սիրտն քեզ իմ տալիս խոստացիր որ կպահես մի քանի 100 տարի ինչ էլ որ պատահի սիրտն քեզ իմ տալիս խոստացիր կպաշտպանես այն քոնը թող լինի չկոտրվի, վստահում եմ ինձ քեզ Թե քանի անգամ եմ քեզ փորձել կորցնել Թե քանի անգամ ես դու ինձնից փրկել Դու անհավանական հեքիաթ ես, սեր ես իրական Դու անհնարին աշխարհ ես, հավիտենական Քեզ ամբողջ հոգով շնչով եմ, զգում ամեն վայրկյան Ինձ իմանայիր ու տեսքոն եմ այնքան Իմ սիրտն եմ քեզ հիմա տալիս Խոստացիր, որ կպահես մի քանի 100 տարի Ինչ էլ որ պատահի Սիրտն եմ քեզ հիմա տալիս Խոստացիր կպաշտպանես Այն քոնը թող լինի Պահիր չկոտրվի Սիրտն եմ քեզ հիմա տալիս Խոստացիր որ
կպահես մի քանի հարյուր տարի ինչ է որ պատահի սիրտեմ քեզ իմ տալիս այն քոնը թող լինի պահիր չկոտրվի սիրտեմ քեզ իմ տալիս մի քանի հարյուր տարի ինչ է որ պատահի վստահում եմ ինձ քեզ Dream Park-ից մեր եթերը եւ արկածները, որոնք իհարկե կադրից դուրս են մնում, շարունակվում են եւ այս պահին մեր ժամանակավոր, բայց գեղեցիկ տաղավարում հյուրընկալել ենք, ինչպես իրենք են սիրում ասել, մաքուր լոռեցի հյուրերին։ Նրանք են ֆուդ բլոգերներ Վահե Սողոմոնյանը եւ Արուսիկ Նոնինյանը, Վահե եւ Լույս։ Արուս զույգը, որին կարծում եմ համացանցից արդեն շատերը ճանաչում են։ Բարի լույս։ Բարի լույս, շնորհակալ ենք հյուրընկալության համար։ Մենք եւս շնորհակալ ենք, որ ժամանակ գտաք գալու եւ խոսելու լորվա համադամուտեսների եւ բլոգերության մասին եւ ինչպես ձեր օրը սկսվեց այսօր։ Շատ լավ։ Օրը հիասքանչել մանավանդ այսպիսի տեսարանում, ինչպես որ միշտ մենք սիրում ենք լինել բնության Դուք գրկում։ սովոր եք այս գեղեցկությանը, Այո, ես եւ եւ Յաննա մաքուր օդին։ դեռևս 2 օր է հիանում ենք։ Մենք էլ ամեն անգամ թեկուզ եւ մեր կյանքը անցնում այս բնության գրկում, բայց ամեն անգամ գալուս տանից դուրս գալուս մենք մեզ լավ ենք զգում։ Այսօր եթեր գալուց առաջ ինչ եք հասցրել պատրաստել։ Նախաճաշ։ Այսօր ինչ ես Ձեր պատրաստել։ բալիկի համար, այո, դուք երկուսն Այսօր ես եմ պատրաստել, ինչպես միշտ կադրից այնքան պատրաստում եմ ես։ Ահա, այստեղ սիրելի հեռուստադիտողներ գաղտնիքներ են բացահայտելու։ Այո։ Այս զույգը, որ ունի Instagram-ում 57000 հետևորդ, հիմա բացահայտում է անում, որ իրականում Վահեն այնքան էլ չի պատրաստում, միայն կադրի համար է։ Ես սիրում եմ, որ հոգով պատրաստեմ, իսկ հոգով մենակ կարող ես բնության գրկում պատրաստել։ Իսկ քանի ձմեռը եւ դուրս չեք գալիս, Արուսիկն է անում ամեն ինչ։ Արուսիկ այսօր ինչ էիք պատրաստել։ Ես հարցս դեռ հիշում Դրդկով եմ։ ձվածեղ։ Ահա, ամենահամեղ բանը։ Այո։ Այո։ Արուսիկ, իսկ քանի որ ասացիք հիմա դուք եք պատրաստում, դժվար է արդյոք գոհացնել լինելով երկուստեք ֆուդ բլոգերներ, դժվար է արդյոք առօրյամ գոհացնել ֆուդ բլոգեր ամուսնուն պատրաստելով այնպիսի ուտեստներ, որ նրա համար համադամ թվա։ Ընդհանրապես դժվար չի, քանի որ ես արդեն գիտեմ նրա քիմքին ինչն է հաճելի, հիմնականում մսային ուտեստներն են պարտադիր, առանց մսի մեր օրը չի կարող Ինձ անցնել։ թվում է ամեն իրան հարգող հայ տղամարդ տենց է մտածում ու իր Փոքր բուսակերներին նեղացրեցիք, բայց ոչի։ Ահա։ Քանի որ երեք առանց միս հայ տղամարդը չի կարող, էլի գոյատևի։ Ահա, այո, կա ճաշակի։ այդպիսի Կարծրատիպ կարծրատիպ ճաշակի թերևս։ ամեն դեպքում։ Նաեւ երեք քանի որ սիրոտոններ դուք էլ ամուսիններ եք, ես շատ եմ սիրում երբ հյուրընկալում ենք ամուսինների, կուզենամ մի փոքր նախ ձեր սիրո պատմությունից պատմեք, ինչպես եք ծանոթացել, արդյոք խոհանոցը եւ ուտեստներն են ձեզ միացրել են, ինչպես ասում են, նույն հոտի ուղությամբ եք գնացել, ինչպես է ստացվել։ Ես պատմեմ, թե դու կպատմես։ Եթե տարբեր են պատմությունները, երկուստ էլ պատմեք։ Եթե Չէ, մեր պատմությունը նույնն է։ Մոտեցումները տարբեր են, բայց։ Հա, մեր պատմությունը սկսվում է մեր դպրոցական կյանքից, այսինքն մենք իրար հետ ենք դպրոց գնացել մինչև 8-րդ դասարան։ Հետո ես մեկնել եմ Ռուսաստանի Դաշնություն, 15 տարի այնտեղ եմ ապրել ու մտածեցի, որ չէ, պետք է ամուսնանամ։ Ես որոշեցի իրան գրեմ Facebook-ով։ հա, կապ չէիք պահպանում այդ ընթացքում։ Ոչ, ընդհանրապես կապ չի եղել ու ես իրան հետևել եմ Facebook-ում։ Գաղտնի, բայց հետևել է։ Հետո որոշեցի գրեմ ու տենց ստացվեց մեր կապը։ Տենց ամուսնացանք
Մյուս կողմին պետք է լսենք, հասկանանք, այսքան տարի բացակայությունից հետո մի օր գրում է, ինչպիսի էմոցիաներ, զգացումներ։ Ինքս կողմնական գրում էր, որ իմ դասընկերը ինչպես հիշել է, իմ իրավունքությունն է հիշել ու որտեղից սկսեց մեր սերը, ես հիշեմ, գտնվում էի մորաքրոջս տանը, որը իր սիրելի վայրն էր բնության գրկում, նկարներ էի անընդհատ այդտեղից նկարվում էի, գցում էի համացանց, ինչպես բոլորն են, հա, անում։ Ու գրում էր, ինչ գործ ունես դու իմ սիրելի վայրում։ Մեր կապը սկսեց հենց այդ նախադասությունից, որ իմ մորաքրոջ տունն էր, որտեղ ինքը մեծացել էր։ Ուղղակի ինքը կպել էր իմ ամենաթույլ կողմին, ես 15 տարի Հայաստանում չէի եղել ու մանկությունս ամբողջ ես մեր լորվա ձորում անցել։ Չգիտեմ, ես դա վստահ կարամ ասեմ, որ երևի ես լորվա բնությունը ինձանից շատ ոչ մեկ չի սիրում այս աշխարհում ու դա իմ սրտի մեջ էր էլի ու որ ես իրան այդ բնության գրկում նկարված ինձ շատ ծանոթ վայր էր էլի դա որոշեցի հարցնեմ Լորին է ձեզ միավորել ինչպես հասկացա լորվա բնությունը հետո ամուսնացաք իհարկե եւ ինչպես բացահայտվեց արդեն ձեր խոհարարական հմտությունները հետո արդեն հիմա շատ նորաձև դարձած հա բլոգերությունը որ որոշեցիք կիսվել նաեւ հետևորդների հետ ձեր յուրատուկ ձևով ոչ ստանդարտ բլոգերություն գրքում հետաքրքիր հետևելով էջերին կարող եք տեսնել մենք քանի որ ապրում ենք դրսում կարոտով երեկոներն անց էինք ասում հեռուստացույցի առաջ ու փնտրում էինք մեր բնությունը որտեղ կտեսնենք ընտանիքը, գյուղը, այդ գյուղական կյանքը։ Ցավոք սրտի պետք է ասեմ, որ չէինք գտնում մեր ինչու որ փնտրում էինք։ Գտնում էինք այլազգիների տեսահոլովակներ ու ցավով ուզում էինք նայենք, բայց զայրույթ էր առաջանում, քանի որ տեսնում էինք մեր ուտեստներն էլ նրանք են ներկայացնում։ Ու միշտ հարց էինք տալիս մեկս մյուսին, թե ինչու մեկը չկա, որ մեր այդ հրաշք բնությունը, մեր այդ լավ ուտեստները ներկայացնի։ Ու եկանք Հայաստան, որոշեցինք, որ մենք պետքա դրանով զբաղվենք։ Իսկ մասնագիտությամբ խոհարար եք։ Ոչ։ Ես տեղագետ եմ։ Ոչ։ Ես էլ ասենց ասած պրոֆեսիոնալ չեմ զբաղվել խոհարարությամբ, բայց խոհարարության հետ կապ եմ ունեցել, այնտեղ շատ երկար տարիներ ու սիրով եմ անում իմ գործը։ Չգիտեմ, դա խոհարարություն ունես բանա, որ եթե սիրով չանես չի ստացվի։ Իհարկե։ Այսինքն դու պետք է լրիվ նվիրես քեզ այդ գործին, որպեսզի լավ ստացվի, լավ արդյունք ստացվի, մարդիկ քեզանից գոհ լինեն։ Երբ որ նոր եք սկսում արդյոք սպասում եք նման արձագանք, նման հետաքրքրվածություն ձեր էջերի եւ ընդհանրապես ձեր գործունեության հետ կապված։ Ոչ, ընդհանրապես մենք չենք ունեցել այդ միտումը։ Մենք ուղղակի ճիշտ ասած փակագծերը բացեմ, եկել ենք Հայաստան հանգստանալու 2-3 ամսով եւ մնացել եք պաստորը։ Այո, ու մենք ոչ մի այնց բացի հանգստանալը մենք ուրիշ ոչ մի զբաղմունք չունեինք ու որոշեցինք զբաղվել լավ, ասի արի մի հատ ռոլիկ նկարենք։ Փորձնական, այո։ Գցեցինք Instagram-յան էջ ու այդ հենց սկզբից սկսված ոնց որ մարդիկ սկսեցին հավանել, նայել ու դա ինչ-որ ստիմուլ տվեց, որ մենք շարունակենք մեր։ Կարծում եք ձեր հաջողության գաղտնիքը, ինչպես նաև հետևորդների, հա, մեծ թիվը կապված է ճաշատեսակների հետ, իսկապես նայում, վերցնում են բաղադրությունը եւ պատրաստում են, թե ինչպես նշեցիք, այդ բնությունը, բնության գրկում, այդ հայի ինքնությունը, մշակույթը ոգին դնելու մեջ է։ Շատ ճիշտ հարց տվեք, որովհետեւ մենք բաղադրատոմսեր, ես աշխատում եմ, չգրեմ, ես աշխատում եմ, մենք աշխատում ենք ցույց տանք մարդկանց հենց մեր բնությունը, մեր ընտանիքի համախմբվածությունը, որովհետև Հայաստանում որոշ չափով կա կարծրատիպ, որ ամուսին կին հարաբերությունները մի քիչ պետք է ասենց ստրոգի լինի, ոնց խիստ, այո։ Ու մենք ուզում ենք այդ կարծրատիպն էլ ջարդենք, որ ամուսինն ու կինը կարող են իրար հետ լինել համ լավ ընկեր ու ամբողջ օրը անցկացնել իրար հետ։ Մենք դա ենք ուզում ցույց տալ ու ցույց տանք մեր ուտեստները, մեր բնությունը, մեր մշակույթը։ Ես դաժե երաժշտությունը ընտրելիս փորձում եմ այն երաժշտությունը ընտրեմ, որ մեր հին երաժշտություններն են ու իրանք շատ ականջին ավելի հաճելի են, քան հիմիկվա նորաձև, այո, դա մեզ օտար բան է ու ես ուզում եմ, որ հենց մերը
մեր հայկականը լինի մեր էջում։ Իշեք առաջին ուտեստը, որը պատրաստեցիք ու ձեզ որպես վիդեո հաջողություն բերեց, Այո։ եւ հիմա դա կրկին պատրաստել եք, հետո պահանջարկ կա, չկա։ Մեր Տոլման տոլման էր։ Ինչով էր առանձնահատուկ։ Տոլման էինք պատրաստել ու բնությունը շատ գեղեցիկ էր երևում։ Ու կարելի ասել 1 միլիոն, միանգամից 1 միլիոն դիտում հավաքեցինք։ Ու մարդիկ այնպեսի լավ խոսքեր էին գրում, որ մենք դրանից սկսեցինք ոգեշնչել, չէ, որ մենք չենք գնում Հայաստանից, մենք մնում ենք ու մենք ինքներս ենք անում այն, ինչը փնտրում էինք օտարությունում, որ մեր հայերը պետք է անեն, ինչու ոչ մենք։ Հարցը մենք դա մեզ տվեցինք ու հիմա անում ենք։ Դեռևս Հայաստանում ենք ու նպատակ չունենք գնալու։ Այո, եթե ամեն մեկը սկսենք ինչ որ չափով մեր լավ գործով օրինակ ծառայել մյուսներին, դա ցենց ասած շատ մեր երկրին էլ շատ օգուտ կբերի, մեզ էլ այսինքն Ձեզ ջերմությունն է լավ գործ ես այստեղ անում, փոխանցում եք։ այո, ուզում ես այդ ամեն ինչը փոխանցես մարդկանց։ Հիմա ուզում եմ, որ մի փոքր իրար գովեք։ Խնդրում եմ ասեք Վահեի ամենասիրելի ուտեստը, որը պատրաստում է Արուսիկը եւ հակառակը։ Եվ որը չի ստացվում մյուսի մոտ այնքան լավ։ Նախքան Արուսիկը իմ մայրն է ինձ համար պատրաստելիս էլ ու ես իր պատրաստածն եմ սիրել միշտ, բայց համայն տարբերությունները արդեն անցավ Արուսիկի կողմ ու չգիտեմ, իր պատրաստած ամեն ինչն էլ ես սաղվեսով ուտում եմ։ Իսկ կան որ ուտեստներ, որ երբեք չեք թողնի Արուսիկը։ Լորվա լեզվով ասած, քարից փափուկ ամեն ինչ էլ ծամում է։ Բողի։ Այդքան հետևորդ ունեցող բլոգերը ինչպես կարող է, այո։ Վայ, իսկ կա ուտելիք, որ թույլ չեք տալիս ուտեստ, որ պատրաստի Արուսիկը։ Կարծում եք, որ տղամարդկային ձեռք է պետք Մսային ուտելիքները, որովհետև միսը տղամարդը всё равно ավելի լավ է պատրաստում, քան Ես այստեղ գենդերային խնդիրներ եմ տեսնում։ Ոչ, Արուսիկն ասում է, որ ես Արուսիկի Վահե։ Ըստ իս Արուսիկն ավելի համեղ է պատրաստում, Արուս ինչ կասեք։ Ես իր պատրաստած ամեն ինչը սիրում եմ, ինքը ինչ պատրաստում է, իրոք սիրով ուտում եմ, բայց իմ ամենասիրելի ուտեստը որն է պատրաստում, դա խորովածն է։ Նրա պատրաստած խորովածը չեմ փոխի ոչ մի ռեստորանում, ոչ մի երկրում պատրաստած խորովածի հետ։ Իսկապես ինքը գտել է այդ լուծումը համային, որ կարողանում է գոհացնել ինձ։ Իսկ ինքը, չգիտեմ, ինքը սովորել է ամեն ինչ։ Հա, ամեն ինչ սիրում է։ Ախր ես չեմ սիրում գովել, ես տանն էլ չեմ իրան գովում, ինքը ուղղակի իմ սրտինը գիտի, Բայց մի օր պիտի ասեք, որ բոլորն իմանան Վահե։ Չէ, դա սենց ասած ընտանիքն էս բանա, որ չպետք է դաժե այդ ամեն ինչը երևա, կամ բաներ, որ պետք չի երևա։ Համաձայն եմ, որովհետև իսկապես ես Ու պետք չի բարձրաձայնել։ հետևելով ձեր էջին, թերթելով այդ խոհանոցի շուրջ, այդ սեղանի շուրջ, կրակի շուրջ, քարի շուրջ, այնքան սիրով ներդաշնակ, այսպես երկխոսում եք դա պատրաստելիս, որ իսկապես երևում է այդ սերը պետք չէ ցույց տալ։ Լուր պայմաններում, բայց այդ ամեն ինչը փոխանցում է ու այն հարգանքը, որ տեսնում եմ իրենից, ինձ համար ամեն ինչը մարդը իր վերաբերմունքով ամեն ինչ ցույց է տալիս։ Լավ, այսքան սիրուց խոսեցինք, բայց ես նաև ուզում եմ հասկանալ, երբ իրար հետ են աշխատում կին եւ ամուսին, տանը իրար հետ աշխատանքի մեջ դե կարող ենք աշխատանք լիարժեք համարել, բոլորը գիտեն որքան դժվար է կոնտենտը ստեղծել, ճիշտ հրապարակել, ինչ բնավորության գուցե գծեր կան, որ գործի մեջ նյարդայնացնում են իրար։ Հիմնականում ես եմ պատրաստվում, դե երևի տեսած կլինեք, ինչքան մեր հետ սպասք ենք տանում, այնտեղ պարագաներ, որպեսզի մենք բնության գետում պատրաստենք։ պատրաստենք։ Նախապես վայրը գնում եք, նախապես տեսնում եք։ Վայրի ինտրուդիոնը, այո, հենց այդ պահին է լինում, ու կարող մենք 2 ժամ ման գանք սիրուն տեսարան, ցավոք սրտի գտնում ենք, ավելի ճիշտ գտնում ենք այդ տեսարանները, բայց ցավոք սրտի միշտ չէ, որ այդ տեսարաններում մաքրություն է լինում ու մենք առաջին մի ժամը հնարավոր է, որ մաքրություն անենք այնտեղ, որովհետև մարդիկ գալիս ուտում, հետո իրանց հետևից թողնում են, հանգստանում են ու թողնում։ Մենք մի ժամվա ընթացքում մաքրում ենք ու սկսում ենք նկարահանումները։ Ու ստեղ
երբ որ գալիս է մի անգամ եղել է տենց, ահա որ նյարդայնացել ենք, մեր հետ մեր ընկերներն էլ էին, աղը մոռացել էինք, ավելի ճիշտ Արուսիկներ աղը մոռացել, որովհետև համեմունքների գծով պատասխանատուն ինքն է, այո։ Ու աղը ինքը մոռացել էր, ինչ անենք, մենք սկսեցինք էլի մեր նկարահանումները, Արուսիկին ասի, չէ, բեր դու աղի հետևից գնա ու ստեղ մեր մոտ բիսեդկաներ կան, որ մարդիկ գալիս են էլի Հանգստանում ու միշտ աղը իրանց հետևից թողնում են։ Հակառակի պես չէին թողել։ Չէ, այս անգամ մեր բախտը բերեց ու Արուսիկը գնաց աղը գտավ, բերեց, կես ժամ ընթացքում, հա։ Ինքը ասաց գնա որտեղից ուզում ես աղը բեր ու իր նկարահանումը անում էր։ Ես էլ արագ նստեցի մերքելան ու գիտեի որտեղից կարող եմ բերել։ Արագ վազելով գնացի աղը բեր, որտեղից բերեցի, ասեցի դու չասեցի, որտեղից ուզում ես գնա աղը բեր, ես էլ բերել եմ։ Աղդողացը ամենքինն են, հա, կարող են բերել։ Այո, ու մենք էլ ենք փորձում ենք որտեղ որ գնում ենք, եթե ինչ որ հանգստի sense վայրա, մենք էլ ենք մեր հետևից արդեն սովորություն է դարձել աղը թողնել։ Միայն ողջունում ենք աղը թողնելը, իդեպ, քանի որ մնացած դեպքերում ամեն ինչ հավաքեք ձեր հետևից, որպեսզի մեր երկիրը ավելի ծաղկուն ու բնությանը բնորոշ մաքրությամբ մնա, բայց աղի պատմությունը իրական շատ լավն էր ու արագ կողմնորոշվել է Կարուս։ Իսկ Արուսիկին ինչն է նյարդայնացնում։ Կադրը 10 անգամ կրկնել է։ Կարուս։ Դե ուզում է որ կատարյալ լինի երևի։ Առաջ ավելի բարդ էր, մենք ամառը նկարում ենք պրոֆեսիոնալ տեխնիկայով ու ես ամեն մի կադրը ընտրում եմ, որ իդեալական լինի, փորձում եմ, ավելի ճիշտ փորձում եմ, որ իդեալական լինի ու դրա համար երևի հնարավոր է, որ մի կադրը մի 10-15 անգամ նկարենք, մինչև ես տեսնեմ, որ իմ ուզած կադրը ստացանք։ Թերևս մենք լինելով ոլորտի մարդ հասկանում ենք ինչի մասին է, բայց հասկանում ենք նաև Արուսի ինչու է նյարդայնանում։ Հեռուստադիտողը հիմա չի պատկերացնում, որ ընդամենը րոպե տևող տեսահոլովակի համար որքան են տանջվում մարդիկ, որքան աշխատանք են ներդնում, մտածում են ինչ եփել, ինչպես եփել, չէ՞, դա ամեն մի մանուկը։ Եվ մի այսպիսի հարց ունեմ, ինչպես մատուցել ամենակարևորը։ Մի այսպիսի հարց ունեմ կապված կոնտենտը մատուցելուց հետո, երբ որ արդեն կոնտենտը կա, գնահատականները կան, արդյոք դուք ինքներդ ուրիշների կոնտենտը սննդի հետ կապված դիտում եք, թե չէ, ավելի շատ դիտում եք, որ չկրկնեք, թե դիտում եք, թե հասկանաք մնացածն ինչեր են անում։ Այսօր ֆուդ բլոգերները շատ են Հայաստանում։ Դա շատ լավ հարց էր ու սենց ասեմ, ես դիտում եմ, շատ եմ ուսումնասիրում, մեր ոլորտը օրեցօր զարգանում է ու եթե մենք չհետևենք մեկս մեկից, այսինքն մարդ միշտ սովորելու բան ունի, ոչ մեկ չի կարող ասել, որ ես ամեն ինչ գիտեմ, իսկ սովորելը դա տեսնելով, կարդալով, ուսումնասիրելով ամենակ ստացվում։ Դրա համար ես հետևում եմ, ինչ որ բաներ ես փորձում եմ իրանցից վերցնել, որը ինձ պետք է, ես վերցնում եմ, իսկ որը ինձ պետք չի, բնականաբար չեմ վերցնում, բայց մենք ունենք մեր ոճը, մեր ոճի մեջ, աշխատում ենք մեր ոճից դուրս չգալ ու շատ դեպքերում մեր տեսահոլովակները դա իմպրովիզացիա է։ Ես ես նշում մանավանդ որ եթե նկատել ես Յանա, ձեր ոճը կարծես հենց բնականon, ոչ թե հորինված, ինչ-որ ձևաչափը, որը հենց ձեզնից է գալիս, ձեր բնությունից, մենք ոնց կանք, մեզ տենց էլ ներկայացնում ենք մեր հետևորդներին։ Այսինքն մենք չենք փորձում ինչ-որ անբնական բաներ անել, ոնց որ կան, դաժե մեկ-մեկ լինում է, որ չստացված կադրեր է լինում, մենք հրապարակում ենք, որովհետև այդ կադրը մեզ պետք է այդ պահին, որ կենցաղում եք առանց բեմադրության, ահա։ Հետաքրքիր է ունեք որևէ ծրագրեր, նախագծեր ապագայի հետ կապված, գուցե ձեր փոքրիկ խոհանոցը ունենալ, ռեստորանը ունենալ, հետաքրքիր է։ Հաստատվել եք Հայաստանում, սա արդեն փաստ է։ Այո, ունենք ծրագրեր, իսկ հիմա փակագծերը չենք բացի, բայց մարդիկ մեզանից շատ են պահանջում, իսկ մենք դա չանել չենք կարող։ Դա մեր կողմից ուղղակի սխալմունք կլինի, եթե ինչ-որ բան չբացենք այստեղ կամ Կին բնության գրկում, կարծում եմ, բացօթյա։ Նրանց համատեղ ամուր այոն շատ ոգևորիչ էր, ինչի հետ կապված ուզում ենք որ լինի,
մի օր երևի թե կգանք եւ կփորձենք։ Եվ այսօր կարծում եմ այս համով զրույցի շրջանակում նաեւ մնում է մաղթել, որ բոլոր նրանք, ովքեր դրսում են ապրում, փորձեն երիտասարդ զույգի օրինակով Հայաստանում գտնել իրենց հետաքրքրությունները, վերադառնալ ու ստեղծել այստեղ իրենց ապագան։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ ենք իսկապես հետաքրքիր զրույցի համար, ձեզ հաջողություններ։ Ապագայում կարծում եմ դեռ հանդիպելու առիթներ կունենանք։ Մեծ սիրով սպասենք։ Սա Բարև Երկիրն է, սիրելի հեռուստադիտողներ, մենք զրուցում էինք ֆուդ բլոգերներ, ամուսիններ Վահեի եւ Արուսիկի հետ, որոնց դուք կարծում եմ շատ լավ ճանաչում եք։ Կհանդիպենք վայրկյաններ անց։ Քանի որ այսօր շատ խոսեցինք սնունդից, հատկապես ինչն է համադամ, ինչն է համեղ, առաջարկում ենք նաև մեր օգտակար էջի միջոցով ծանոթանալ, թե լոբին ինչ օգտակար հատկություններ ունի եւ ինչ հակացություններ եթե կան։ Եթե ուզում եք ամրացնել օրգանիզմի դիմադրողական համակարգը, ապա հարկավոր է օգտագործել լոբի, եւ սա լոբու միակ օգտակար հատկությունը չէ։ Լոբին ճիշտ սնուցման կարևոր բաղադրիչներից է եւ օժտված է սննդային մեծ արժեքով։ Նրա օգտակար հատկություններն օգնում են կանխարգելել եւ բուժել բազմաթիվ հիվանդություններ։ Լոբու օգտակարությունը հիմնականում պայմանավորված է նրա բաղադրիչների եզակի կազմով, սպիտակուցների, ածխաջրերի, վիտամինների, մակրոտարրերի եւ միկրոտարրերի։ Լոբին մինչև 25% սպիտակուց է պարունակում, որն օրգանիզմը յուրացնում է 70-ից 80%-ով։ Պարունակում է նաև վիտամիններ E, C, K, B խմբի վիտամիններ, ինչպես նաև կալցիում, կալիում, երկաթ, մագնիում, բոր, ֆոսֆոր, ցինկ եւ այլ նյութեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականon աշխատանքի համար։ Լոբու կալորիականությունը տարբեր է, կախված տեսակից։ 100 գրամ կանաչ լոբին 25 կկալ է, իսկ հատիկները 300 կկալ։ Հատիկավոր լոբով պատրաստված ուտեստները օգտակար են տուբերկուլյոզի ժամանակ, ինչպես նաև ազդում են շնչառական համակարգի վրա շատ լավ, օգնում են պայքարել բրոնխային հիվանդությունների ժամանակ։ Բարենպաստ ազդեցություն է լոբին թողնում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա, լավացնում է արյան կազմը, բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը, օգտակար է հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, սրտի ռիթմի խանգարման դեպքում։ Լոբին շատ օգտակար է հատկապես շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար, այն օժտված է շաքարի մակարդակը նվազեցնելու հատկությամբ։ Բարենպաստ ազդեցություն է թողնում մարսողական համակարգի վրա, լավացնում է ստամոքսի միկրոֆլորան, կարգավորում է նյութափոխանակությունը։ Լոբին նաև օգնում է կարգավորել լյարդի, երիկամների եւ միզապարկի աշխատանքը։ Եթե ունեք լյարդի բորբոքային պրոցեսներ, ապա լոբին հենց ձեզ համար է, քանի որ այն օժտված է միզամուղ ազդեցությամբ։ Կարգավորում է աղերի փոխանակությունը, օգնում է միզաքարային, երիկամային եւ միզապարկի այլ հիվանդությունների դեպքում։ Լոբու կանոնավոր օգտագործման դեպքում նաև այն օգնում է կանխել ատամնակարերի առաջացումը։ Կանաչ լոբին հիանալի տարբերակ է նաև նիհարել ցանկացողների համար, քանի որ նա շատ արագ հագեցնում է, կոտրում է սովի զգացումը, բայց չի գիրացնում։ Թե կանաչ, թե կարմիր լոբու օգտագործումը բարենպաստ ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա, ունի հանգստացնող հատկություն։ Իհարկե սովորաբար մենք նշում ենք նաև հակացություններ, բայց լոբու դեպքում դրանք չկան։ Լոբին անգամ ալերգիա առաջացնելու հակում չունի։ Բարի լույս սիրելի հեռուստադիտող, դուք շարունակում եք դիտել Բարև Երկիրը, մենք այսօր իհարկե մեր տաղավարում չենք, բայց շատ հաճելի միջավայրում ենք, գտնվում ենք Dream Park-ում, որտեղ բնությունը հիասքանչ է, օդը մաքուր, դե իսկ տարածքը ինչպես տեսնում եք շատ գեղեցիկ է։ Եվ քանի որ Dream Park-ում ենք, եթե մեր եթերներին հետևել եք, մենք Երևանից ենք այստեղ արդեն այստեղի շեֆ խոհարարի հետ հետաքրքիր ու շատ համեղ զրույց ենք ունեցել։ Հիմա հերթն է, որպեսզի զրուցենք մի մարդու հետ, ում թերևս առաջինն է կտեսնեք, եթե գաք Dream Park, որովհետև նա Dream Park հանգստյան գոտու հյուրընկալության գծով մենեջեր Վերգինե Սիմոնյանն է։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Մենք ձեզ մոտ բարի գալուս, դուք մեզ մոտ բարի գալուս։ Բարով եք եկել։ Շնորհակալ ենք։ Ինչպես եք, օրը ինչպես եք սկսել։ Շատ լավ, բարձր տրամադրությամբ, ինչպես ամեն օր, որովհետև
այս հաճելի միջավայրում հնարավոր չի այլ կերպ։ Վերգինե հյուրընկալության գծով մենեջեր, հետաքրքիր է, այսինքն դուք զբաղվում եք միայն հյուրերի ընդունելությամբ, ճանապարհելով, տեղավորելով։ Ոչ, զբաղվում եմ նաև հյուրանոցային գործով, հյուրանոցի պատասխանատուն եմ, ինչպես նաև միջոցառումների, պատվերների հետ կապված նույնպես պատասխանատուն ես եմ։ Քիչ եմ առնչվում խոհանոցի եւ սպասարկող անձնակազմի հետ, մնացած բոլոր ոլորտներում կամ ինչը վերաբերվում է Dream Park-ին։ Ով ինչ հարց ունի ձեզ է դիմում։ Համարյա։ Քանի որ երեք ձեր խոհարարի հետ, շեխ խոհարարի հետ ձեր խոհանոցը բացահայտել ենք եւ գիտենք ինչ համադամ ուտեստներ կան այստեղ, այսօր փորձենք ձեզ հետ բացահայտել, թե հատկապես ովքեր են գալիս ձեզ մոտ։ Տնակներ կան, առանձին տարածքներ կան, ընտանիքներով են գալիս, ընկերական խմբերով են գալիս։ Գալիս են եւ ընկերական եւ ընտանեկան Dream Park-ը այս 1 տարի եւ 3 ամսվա ընթացքում կարողացել է ստեղծել այն միջավայրը, որ բոլորը անկախ իրենց միջավայրից կարող են շատ հանգիստ գալ։ Ձեւ աղջիկներով իրենց կորպորատիվը կամ իրենց ծնունդը այստեղ նշելու ստեղծել ենք ընտանեկան միջավայր, որտեղ հաճելի է վերադառնալ, որտեղ հաճելի է գալ, պարտադիր այցելելու վայրերից է։ Հյուրերը հիմնականում տարածաշրջանից են եւ երբ օգտվում են ռեստորանից, բայց հանգստացողները հիմնականում դրսից են, Գյումրիից, Երևանից, Իսկ Հայաստանից դուրս։ Հայաստանից դուրս, այո, ունենում ենք հյուրեր արաբական էմիրություններից, որ այս վերջերս ավելի շատ են, քան նախորդ տարի։ Ռուս հյուրեր նույնպես ունենք։ Ինչն են ամենաշատը հավանում։ Այ երբ գալիս են արդեն ցտեսություն են ասում, ճանապարհում եք, շնորհակալ ենք առաջինը ինչի համար։ Լավ ընդունելության, մաքուր օդի, գեղեցիկ բնության, հարմարավետության, մաքրության, կարող եմ անվերջ թվել իրականում, որովհետև բոլորը հիմնականում գնում են գոհ։ Իհարկե լինում են բոլոր ոլորտներում էլ հյուրեր, որ ինչ-որ մի բան իրենց սրտով չի, այսպես ասած, բայց հյուրերի 95%-ը մեծամտություն չհամարենք, մեզնից գնում են գոհ եւ ունենք նաեւ հյուրեր, որ գնացել են ու էլի են եկել։ Լինելով ոլորտի մասնագետ, երկար տարիներ աշխատելով այս ոլորտում, կասեք հատկապես Dream Park-ում ինչն է կարևորվում ձեր կողմից որպես մասնագետ, ասեցիք արդեն հիմնական դրական վերաբերմունքով են գնում ձեզնից, իսկ ձեզնից ինչ վերաբերմունք ու ինչ մոտեցումներ կան, որոնք առանձնահատուկ են, դրա համար էլ ձեզ մոտ գալիս են ու կրկին վերադառնում։ Իրականում հենց այդ լավ վերաբերմունքը, լորվա համն ու հոտը, այդ կոլորիտը, որը այստեղ կա, փորձել ենք ստանալ ու փոխանցել այն ամենը, ինչ կա այս բնության մեջ, կրկնապատկելով եւ համեղ ուտեստներով եւ հարմարավետությամբ եւ մեր լավ վերաբերմունքով, լորվա ջերմությունով ընդունում ենք եւ ճանապարհում ենք։ Պարզությամբ եւ ջերմությունով։ Վերգինե ասում ենք, չէ, որ մենք հայերս հյուրընկալ ազգ ենք եւ երբ հյուրընկալությունը, հյուրընկալ լինելը նաեւ մասնագիտություն է, կրկնակի բարդ է կարծես դառնում։ Եվ ասացիք արդեն ոլորտում աշխատում եք, հա, վաղուց, եւ հետաքրքիր է, որպես մասնագիտություն հյուրընկալ լինելը ինչ իրենից բարձություններ է ներկայացնում, որովհետեւ գիտենք, երբ մեր տունը հյուր է գալիս, դա 1 ժամ, 2 ժամ ժպտում են, երբեմն սրտանց, երբեմն ոչ այնքան, բայց երբ մասնագիտություն է հյուրընկալը, անընդհատ պետք է այդ վերաբերմունքն ու ժպիտը լինի, բարդ չէ։ Բարդ է, որովհետև հյուրերն էլ են տարբեր լինում։ Այո։ Հյուրերի մի մասին կարող է դուր գալ ձեր լավ վերաբերմունքը, մյուսներին ընդհանրապես ոչ մի բան չասի։ Բայց մասնագետ լինելը նաև դրանում է կայանում, որ բոլոր տեսակի հյուրերի հետ անկախ իրենց վերաբերմունքից կլինի դա մի քիչ կոպիտ, մի քիչ բարեհամ փույժ, մեկից տարբեր եւ անկախ տրամադրությունից իրենց պետք է մասնագիտորեն տաս այն վերաբերմունքը, ինչը մտնում է քո դերի մեջ,
եւ այո, աշխատանքային պարտականությունների մեջ դու դրան փոխադարձություն կստանաս թե ոչ, դա հարցի մյուս կողմն է։ Բայց հաճելի է իհարկե, երբ աշխատանք գնահատվում է։ Միանշանակ հաճելի է։ Իրականում ունենք հյուրեր, որ գալիս են հարցնում են Աուրա, վերքն է, եթե ես չեմ դիմավորում, կամ ուր են աղջիկները, այսօր էս սպասարկողը չի, այսինքն ունենք այն հյուրերի մեծ բանակը արդեն, որ ճանաչում են մեր աշխատակիցներին, մեզ սպասարկող անձնակազմին, նույնիսկ գալիս են հարցում են խոհարար հոչի փոխվել, օրինակ, որովհետև ուտելիքի համից էլ զգում են, որ ինչ-որ բան եթե հանկարծ փոխված լինի, այո։ Դուք ամբողջ օր աշխատելով այստեղ, լինելով այս գեղեցիկ հարմարավետ իրականության մեջ, կասեք ձեր սիրելի հատվածը Dream Park-ում որն է եւ ինչ ուտեստ կա, որ հենց Dream Park-ում եք փորձել ու սիրում եք։ Իմ ամենասիրելի հատվածը, իրականում չեմ կարող առանձնացնել իմ ամենասիրելի հատվածը, որովհետև Dream Park-ի բացման օրվանից մինչ այսօր աշխատում եմ այստեղ, նույնիսկ սխալ է ասել աշխատում եմ, արարում եմ երևի թե այստեղ, որովհետև այո, մեր տնից շատ այստեղ եմ լինում, այն ամեն ինչ կառուցվել է ընթացքում, այսինքն չի եղել cottage, չի եղել այս սրահը, այդ ամեն ինչի աչքի առաջ է կառուցվել, այսինքն այդ ամեն ինչին մասնակից եմ եղել ու չեմ կարող առանձնացնել ինչ-որ հատուկ տեղ, որը իմ համար ամենասիրելին է, որտեղ Dream Park-ի ամեն մի ավելացող սրահ, ավելացող մի հատ cottage կամ տնակ իր հետ էմոցիա ու զգացողություններ է բազմաթիվ առաջացրել ու կան այդ ամեն ինչը, որը չեմ կարող ջնջել ու առանձնացնել ինչ-որ հատուկ հատված։ Ուտելիքների առումով մեր մենյուում ունենք շատ համեղ քեբաբներ լցոնած, որը քիչ ռեստորաններում կամ համարյա թե չկա, ամենաառաջինը այստեղ եմ փորձել ու այստեղ եմ սիրել։ Իսկ լորվա ուտեստ է թե խոհարարի ստեղծագործությունն է։ Չէ, խոհարարի ստեղծագործությունն է, ինքը պանիրով եւ խորոված բանջարեղենով լցոնված մեր իմացած հորթի մսով քեբաբն է, ուղղակի ինքը յուրահատուկ համ ունի, հուսով եմ կփորձենք միասին։ Մենք էլ ենք հուսում։ Իսկ լորվա ուտեստներից շատ լավ բաներ ունենք, շատ հետաքրքիր ուտեստներ ունենք, որ հենց լորվանն են։ Նույն Ստեփանավանի ամիջը, օձունի խոխոբ, մեր լորի բերդը, որը էլի շատ համեղ է ու յուրահատուկ, ու նաև փորձել ենք մենյուում ընդգրկել այդպիսի ուտեստներ, որ հենց լորեցունն են, որ գան ասեն ինչ ունեք, որ լորվանն է, առաջարկելու բան ունենանք, մոտավոր 15-16 տեսակ ուտեստ ունենք այդպիսի, որ լորինն են։ Հետաքրքիր է հատկապես ոչ հայազգի հյուրերը լորվա ուտեստներն են ավելի նախընտրում, թե նրանք չեն էլ տարբերակում, ինչ եք սովորաբար խորհուրդ տալիս, որ ինչպես ասում են համաբերանները հեռանան ու նորից գան։ Լորվա ուտեստներից։ Ինչու, որովհետև մոռացված են նաև, այսինքն շատ տեղերում չկան, որ հենց լորվա ուտեստ լինի, որ առաջարկվի։ Իսկ մենք քանի որ շեշտը դրել ենք լորվա կոլորիտի վրա, փորձում ենք հենց լորվա ուտեստներն առաջարկել, որպեսզի մարդիկ իմանան, որ հեռավոր լորիում կա իրականում բաղադրատոմսեր, որոնք գործածված չեն մինչ այժմ։ Վերքինե, քանի որ հատկապես վերջին տարիներին Հայաստանը զբոսաշրջիկներով լի է, ինձ հետաքրքիր է, թե որ ազգի ներկայացուցիչներն են ավելի այսպես վարվեցողության կանոններին տիրապետում եւ նաեւ ավելի բարեհամբույր հաճախորդներ, այցելուներ այս ոլորտի համար։ Եթե այլ ազգիների մասին խոսենք, կառանձնացնեմ երևի թե Արաբական Էմիրություններից եկած մեր հյուրերին, որտեղ ամեն ինչի հանդեպ շատ զգուշավոր են, շատ շնորհակալ են ու զուսպ են, չէ՞, եւ զուսպ են իրենց ամեն արած քայլի համար ուշադիր են ու նաեւ ձեր կողմից արված ամեն փոքրիկ բանի համար, որ դուք իրանց համար անում եք, նույնիսկ բանալին տալը, որ իրանք պիտի գնան իրանց տնակ, իրանք շնորհակալ են ու շատ։ Կարող եմ դա առանձնացնել։ Չեմ ասի մնացած հյուրերը այդպեսին չեն, բայց իրենց դեպքում դա ակնհայտորեն, ահա, երևում է։ Եթե դուք որոշեք ժամանակ տրամադրել ձեր հանգստին, միանշանակ Dream Park-ում եք հանգստանալու։ Եթե Հայաստանում
Ավելի նեղացնենք Լորվա մարզում, չէ՞։ Որտեվ Dream Park-ում ես ամեն օր հանգստանում եմ, ինչի նաև աշխատում եմ, բայց այստեղ չեմ կարող հանգստանալ, որովհետև կասեն Աշխատողի հայացքով եք նայում ամեն ինչ։ այո, աշխատողի հայացքով Չի կասեն ոչինչ որ դու հանգստանում ես, մի հատ այս բանը կգաս մեզ համար 10 կամ ինչ որ անես, ես դա չեմ հանգստանա։ Իրականում եթե դա չլինի, ես մեծ հաճույքով քոթեջներից մեկում 3 օր կհանգստանամ, հեռախոսս կանչատեմ, ոչ մեկին չեմ տեսնի, ոչ մեկի զանգերին չեմ պատասխանի։ Եթե այդպիսի հնարավորություն լինի, միանշանակ կօգտագործեմ, եթե իրոք ինձ չան հանգստացնեն, Dream Park-ը կընտրեմ որպես հանգստի վայր։ Այս պատասխանից երևում է, որքան սիրում է մարդ իր աշխատանքը, որովհետև երբ կենսակերպ է, առօրյա է աշխատանքը, հետևաբար տանից դուրս ես գալիս եւ գնում ես մեկ ուրիշ տուն։ Այո, դա աշխատանք չէ։ Իհարկե բոլորը կերազեին, բոլոր գործատուներ ունենալ այսպիսի աշխատողներ, Dream Park-ի բախտը բերել է ձեր հարցում։ Շնորհակալ եմ, իմ բախտն էլ բերել է Dream Park-ի հարցում իրականում, որովհետև այստեղ զարգանալու, այստեղ ավելի առաջ գնալու, այստեղ մի աստիճան ամեն անգամ բարձրանալու հնարավորություն կա, ու այդ հնարավորությունը ընձեռվում է նաև ղեկավարության կողմից, որոնք ամեն անգամ պատրաստ են աջակցել քեզ, որ քո այդ ունեցած level-ը բարձրացնես։ Մեկ քայլ առաջ գնալ, այն էլ այս գեղեցիկ թթվածնով հագեցած միջավայրում մենք Երևանից եկել ենք եւ դեռևս այս թթվածին անես կարծես թե այնքան շատ է թվում, եթե ամեն օր այստեղ գտնվեինք, մենք էլ կսիրեինք մեր աշխատանքը ավելի շատ։ Դրա ձեր գաղտնիքը դրանումն է։ Համեցեք Dream Park աշխատելու։ Այո, մեր հեռուստադիտողին կարող ենք ասել, որ քանի որ դուք չեք աշխատում Dream Park-ում, չունեք պարտավորվածություններ, ուղղակի կարող եք գալ, վայելել եւ դա ավելի լավ տարբերակ է, կարծում եմ։ Համարձակ։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Համեցեք կսպասենք բոլորին։ Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, մնացեք մեզ հետ։ Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, ինչպես ասում են, առողջ մարմնում, առողջ հոգի, եթե Dream Park-ում կարող է իսկապես ձեր միտքն ու հոգին լիցքաթափվել, ապա առողջ մարմին դուք կարող եք ունենալ մեր հավատարիմ գործընկերոջ մոտ, դա Աջափնյակ բժշկական կենտրոնն է եւ հիմա մեր եթերը տրամադրելու ենք հենց Բժիշկ Մանուկյանին։ Առողջ երկիրն է Բժիշկ Մանուկյանի հետ եւ այսօր նրա հյուրը Armenian Leasing Company ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն, Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանն է։ Հետաքրքիր ու տեղեկատվական հարցազրույց այն համատեքստում, որ բժշկի պրոֆեսիոնալիզմից բացի կարևոր է նաև բժշկական սարքավորումների եւ գործիքների ժամանակակից ու որակյալ լինելը, կարծում եմ դա ոչ պակաս կարևոր է, քան հենց բժշկի պրոֆեսիոնալիզմը։ Այո, Բժիշկ Մանուկյան, եթերը ձերն է։ Եվ վերադառնանք։ Ողջունում եմ ձեզ հարգելի բարեկամներ, կրկին եթերում է առողջ երկիր հաղորդաշարը, ես Բժիշկ Մանուկյանն եմ։ Ինչպես գիտեք, շատ կարևոր գործառույթ է բժշկական սարքավորում, որակյալ սարքավորում ունենալը, որպեսզի մենք բժիշկներս կատարենք լիարժեք գործառույթ, որակյալ հետազոտություններ եւ այլն, ինչպես ասում եմ, ռենտգենը մեր աչքերն են։ Այսօր մենք կհասկանանք ինչ լիզինգային հնարավորություններ է տալիս Armenia Leasing ընկերությունը մեր հայ բժիշկների համար։ Բարև ձեզ։ Նախ եւ առաջ հասկանանք ինչ է լիզինգը առհասարակ եւ արդյոք ինքը լիզինգը որպես այդպեսին կարող է լինել այլընտրանք այն մեր բժիշկներին, բժշկական կլինիկաներին, այն դեպքում, երբ որ իրենք ունեն ազատ միջոցներ միգուցե եւ ուզում են տարբեր տեսակի սարքավորումներ գնել հենց կանխիկ։ Ինչպես նշեցիք, ինչպես եւ տնտեսության մյուս ճյուղերը, բժշկությունը, առողջապահությունը զարգանում են շատ արագ եւ բոլոր բուժառուների պահանջմունքներից ելնելով բժշկական հաստատությունները ստիպված են մրցունակ առաջարկներ ներկայացնել եւ այդ առաջարկները պետք է առաջին հերթին հիմնված լինեն տեխնոլոգիաների վրա եւ բժշկական սարքավորումների լիզինգը հենց այդ հնարավորությունն է տալիս բժշկական հաստատություններին ձեռք բերել հիմնական միջոցներ եւ նորացված, թարմացված
հիմնական միջոցներով հանդես գալ տվյալ ընկերությունում, որը առաջանցիկ պրոդուկտը իրենց մոտ կդարձնի շատ ավելի շահավետ եւ ֆինանսավորում իրականացնել այդ ապրանքների ձեռքբերման համար առանց էական միջոցներ ներգրավելու կամ առաջանցիկ կերպով որևէ վճարումներ կատարելու։ Եվ լիզինգային ծառայության էությունը հենց բժշկության ոլորտում ունի մի շատ հետաքրքիր առանձնահատկություն։ Ես կուզեի անպայման նշել, որ ի տարբերություն տնտեսության այլ հատվածների, որտեղ օրինակ շինարարությունում ենթադրենք շինարարական տեխնիկան դա համարվում է պրոյեկտի ինքնարժեք։ Բժշկական ծառայության ոլորտում բժշկական սարքավորումը ժամանակակից տեխնոլոգիան համարվում են միևնույն ժամանակ այդ կոնկրետ այդ բժշկի մասնագետի նաև հիմնական գործիքը, որով ինքը կարողանում է ծառայություն մատուցել եւ ըստ էության այստեղ մասնագետի ֆակտորը նույնպես շատ կարեւոր է։ Դրա համար բժշկական ծառայությունը լիզինգը մեկ բառով ներկայացնելիս պարտադիր անպայման շեշտադրումը իրականացնում ենք հենց ով է այդ ծառայությունը մատուցողը։ Դա շատ կարևոր եզրույթ է մեր տեսանկյունից եւ Armenia Leasing ընկերությունը պրոդուկտները միշտ մշակելիս հիմքում դնում է ֆինանսական լուծումներ տրամադրելը, այլ ոչ թե միայն ապրանքի վաճառքը կամ միայն ֆինանսական գործարք իրականացնելը։ Մենք երբ ցանկացած լիզինգային ծառայություն առաջարկում ենք, անպայման հարմարվում ենք տվյալ հաճախորդի պահանջմունքին, ինչ է նա ուզում, միանավակ որևէ գումար չներդնել կամ ներդնել շատ փոքր գումար, դիմացը ունենալ այդ հիմնական միջոցը, այդ տեխնիկան եւ ծառայությունները սկսել մատուցել մինչեւ սեփականության իրավունքը իրեն հասնել։ Այսինքն գործիքը այնքան ճկուն ու հարմարեցված է եւ հատկանշական է այն, որ բժշկական ծառայությունների ինչպիսի տեսակ էլ որ դա լինի, դա կլինի ամբուլատոր, դիագնոստիկ, տարբեր տեսակի ստացիոնար եւ այլ, դրանց համար առանձին գործիքակազմ գոյություն ունի։ Նախ եւ առաջ ներկայացնենք մեր հեռուստադիտողներին, ինչ է իրանից ներկայացում բժշկական լիզինգը, արդյոք կա այստեղ արտոնյալ հնարավորություններ։ Միգուցե շատ-շատերը չգիտեն, որ պետությունը սուբսիդավորում է այդ ամենը, ինչպես նաեւ գյուղատնտեսությունը, եւ այս պարագայում մենք շատ փոքր տոկոսով, ցածր տոկոսով հնարավորություն ունենք ձեռքնել նոր տեխնոլոգիաներ, գեր ժամանակակից սարքավորումներ եւ իհարկե դրա շնորհիվ մենք կգրավենք նոր բուժառուներ եւ կստանանք լիարժեք արդյունք։ Այո, իհարկե, շատ ճիշտ նշեցիք, տնտեսության արդիականացման ծրագիրը, որը ամենախոշորն է այս պահին Հայաստանում եւ պետության կողմից աջակցություն է լիզինգային գործարքներին, հնարավորություն է տալիս նաեւ բժշկության ոլորտում իրականացնել լիզինգային գործարքներ արտոնյալ պայմաններով, որովհետեւ պետությունը 6-ից 8% տարեկան տոկոսադրույքը ֆինանսավորում է արտոնյալ տարեկան տոկոսադրույքից զատ, այսինքն ստացվում է, որ մեր հաճախորդները իրականում 0-ից մինչև 4-5%-ով հնարավորություն ունեն տարեկան տոկոսադրույքով ձեռք բերել այդ հիմնական միջոցները եւ հատկանշական է նաեւ այն փաստը, որ պետությունը ռազմավարական ուղղություն է համարում բժշկությունը եւ առողջապահության զարգացումը, դուք եք այդ ոլորտի մասնագետը ինձանից լավ գիտեք, որ այս ոլորտում մենք ունենք բավականին լուրջ ծառայությունների մակարդակ ամբողջ տարածաշրջանում եւ դա է հիմքը եղել, երբ որ պետական աջակցության ծրագրերը մշակվում էին, բժշկությունը առաջանցիկ դարձնել այդ ուղղություններից մեկը։ Ես բացի Armenia Leasing ընկերությունը ներկայացնելուց, նաև քանի որ ներկայացնում եմ Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան, պետք է նշեմ, որ մենք այս ոլորտում պորտֆելային առումով 20%-ից ավել պորտֆել ունենք ընդհանուր լիզինգային գործարքների մեջ, դա բավականին էական թիվ է։ Եթե մենք ընդհանուր երկրի մասշտաբով ունենք 350 միլիարդ լիզինգային պորտֆել, այդտեղից 65-70 միլիարդը դա բժշկությունն է այս պահին։ Այո, շատ կարևոր է իրականում, շատ են լինում իմ գոլեգաները հարցնում են, արդյոք հնարավոր է գնել այս կամ այն սարքավորումները մաս-մաս վճարելով եւ այլն եւ խուսափել այդ տոկոսադրույքից, այս պարագայում դուք կարող եք հարգելի բարեկամներ անգամ 1-2 տարով 3, ինչու՞ չէ նաեւ գնել այդ սարքավորումները եւ նույնպես գրեթե չվճարել որոշակի հավելյալ տոկոսներ։ Մեծեղ սերվիս ընկերություն, ավելի քան 35 տարի մեծեղ սերվիս ընկերությունը շուկայում գրավում է իր ուրույն դիրքը, բավականին մեծ հաճախորդներ, բավականին մեծ հեղինակություն, եթե կարելի է պատմեք, ինչ փորձ ունեք մեծեղ սերվիս ընկերության հետ աշխատելիս։ Armenia Leasing ընկերության բացման առաջին իսկ օրերից համագործակցել ենք պետտեղ սերվիս ընկերության հետ եւ հենց առաջին իսկ օրերից հասկացանք, թե ինչքան ճիշտ ընտրություն ենք կատարել առհասարակ գործընկերոջ ընտրության մեջ, որովհետեւ
որովհետև ինչպես նշեցի նախկինում, մեզ համար կարևոր է երկարաժամկետ համագործակցությունը։ Եվ հաշվի առնելով մեղտեղ սերվիսի թե համբավը եւ իմիջը այս ոլորտում, ինչպես նաեւ այնպիսի ընկերության ներկայանալը շուկայում, որը գրեթե փակում է բոլոր ուղղությունները բժշկության սարքավորումների, բժշկական սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ, մենք հասկացանք, որ այստեղ պետք է հատուկ առաջարկով հանդես գալ, եւ այդ հատուկ առաջարկը արդեն 5 տարի է, ինչ գործում է մեր համատեղ պրոդուկտների գործիքակազմում եւ շատ մեծ հաջողություն է վայելում նաեւ մեր հաճախորդների համատեղ հաճախորդների շրջանում։ Իհարկե այդ առաջարկը նաեւ հիմնված է մեր հետագա համագործակցության տեսլականի վրա, որովհետև այստեղ ինչու ստացվեց մեր այս համագործակցությունը, ես կարծում եմ, որ ամենամեծ պատճառը դա մեր արժեքների համընկնումն էր։ Այսինքն մենք կոնկրետ հաճախորդների հետ աշխատում ենք ոչ մեկ անգամյա գործարքի համար։ Մեր պրոդուկտները նույնպես հարմարեցված են հենց այդ արժեքից ելնելով կառուցելու այդ համագործակցությունը։ Աշխատում ենք հետագա համագործակցության համար, աշխատում ենք, որպեսզի մենք լսում ենք մեր հաճախորդներից կարծիքներ, որ այ օրինակ մետեղ սերվիսի հետ համագործակցության ընթացքում մենք ունեցել ենք տեխնիկական խնդրեմ, որը լուծվել է մի քանի ժամվա ընթացքում։ Դա մեր համար շատ ամենակարևոր ազդակներն են, որովհետև այս պարագայում դու միայն ոչ թե հանդես ես գալիս որպես ֆինանսական գործընկեր, այլ միևնույն ժամանակ դուք երկուսդ միասին վաճառում եք ֆինանսական լուծումներ եք վաճառում, հարմարեցված, դա կլինի փոքր բժշկական կլինիկա, դա կլինի փոքր ամբուլատոր, ինչ որ փոքրիկ ծառայություն, թե մեծ բժշկական հաստատություն, մեր ծառայությունները համատեղ հարմարեցված են այդ ուղղությամբ։ Ուստի այն պրոդուկտները, որը մենք համատեղ մշակել եւ ներդրել ենք, եւ որը այս պահին հենց պետական աջակցության ծրագրերի ելնելով եւ նաեւ այն ներգրաված միջոցների եւ ֆոնդերի հաշվին է, որ մենք ունենք, մենք ներկայացնում ենք բացառիկ առաջարկ այս պահին Հայաստանում բժշկական սարքավորումների ձեռքբերման լիզինգով, դա սկսած 0% կանխավճարից, տարեկան 0% տոկոսադրույքով եւ մինչեւ 60 ամիս մարման ժամկետով ֆինանսավորումն է այն բոլոր բժշկական գործիքների, պարագաների եւ մեծ սարքավորումների, որոնք սկսվում են 500,000 դրամից մինչեւ 1 միլիարդ դրամ, այսինքն այս առումով մենք փակում ենք ամբողջ սպեկտրը եւ հնարավորություն ունենք ներկայանալու եւ փոքր հաճախորդների եւ միջին եւ խոշոր։ Հատկանշական է նաեւ այն եւ դա կարծում եմ համարում եմ շատ մեծ մրցակցային առավելություն, որ մետեղ սերվիսի հետ համատեղ մենք կարողանում ենք հատուկ առաջարկներ ներկայացնել նաեւ մարզային կլինիկաներին, ինչպես նաեւ նորաստեղծ բժշկական հաստատություններին, որոնք չունեն դեռևս բավարար փորձ այս ոլորտում, սակայն ունեն հնարավորություն, մասնագիտական պատրաստվածություն եւ ինչ որ պլատֆորմ հետագա զարգացնելու եւ հետագայում այդ պրոդուկտը առաջարկելու համար։ Ուստի մշակված են նաեւ գործիքներ նորաստեղծ ընկերությունների եւ նաեւ հենց ռեգիոնալ բժշկական հաստատությունների համար, ինչի շեշտադրումը մենք նախորդ տարի եւ այս տարի արեցինք մետեղ սերվիսի հետ համատեղ, երբ որ ներկայացնում էինք հենց հատուկ ռեգիոններում գտնվող ծառայությունների համար առաջարկներ եւ լուծումներ, որովհետեւ գտնում ենք, որ մեր մարզերի բնակիչները նույնպես Երևան պետքա չհասնեն այս կամ այն փոքր միջամտության համար եւ դա մեզ համար շատ կարեւոր է նախ առաջին հերթին մենք որպես սոցիալապես պատասխանատու կառույց այս առումով նույնպես պատասխանատվություն ենք զգում եւ միևնույն ժամանակ տեսնում ենք այդ աջակցությունը հենց մետեղ սերվիսի կողմից։ Շատ կարեւոր միտք արտահայտեցիք այս երակողմ համագործակցության մեջ, հա, մետեղ սերվիս, Armenia Leasing եւ հաճախորդ, մենք փաստորեն կիսում ենք որոշակի պատասխանատվություն, թե որակային, թե սպասարկման հետ կապված, որը որ շատ կարևոր է եւ այս պարագայում ինչու՞ չէ նաեւ մետեղ սերվիս ընկերության համար նույնպես հաջողություն համագործակցել Armenia Leasing-ի հետ եւ ստանալ այդ արժեքը որպես այդպեսին։ Երկու բառով, եթե կարելի է, արդյոք կարելի է հաստատել եւ շեշտել, որ մետեղ սերվիսը եւ Armenia Leasing-ը ունի հատուկ իսկապես բացառիկ էքսկլյուզիվ առաջարկներ, որը որ չունի այլ ընկերությունները եւ այլ լիզինգային ընկերությունները։ Այո, հենց այդպես է, որովհետեւ մենք չունենք 0% կանխավճարով եւ 0% տոկոսադրույքով այս պայն ֆինանսավորման հնարավորություն այլ բժշկական սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ։ Ճիշտ է, դրանք նույնպես մատչելի են, բայց այս առաջարկը բացառիկ է եւ հատուկ, որովհետեւ հնարավորություն է տալիս առանց սկզբնական միջոցներ ներգրավելու եւ առանց լրացուցիչ տոկոսներ վճարելու
ես դրանց անվանում եմ պարտքով ձեռքբերում։ Պարտքով ձեռք բերել կոնկրետ այդ հիմնական միջոցը եւ էականը գիտեք ինչու՞մն է, որ շահույթներ ստանում են եւ արդյունք ստանում են արդեն իսկ 3-րդ, 4-րդ ամսվանից, սակայն դեռևս չլինելով դրա սեփականատերը։ Վերջում լիզինգի էությունն է այդպեսին, որ վերջում են դառնում սեփականատերը իրավաբանորեն, բայց ըստ էության ամբողջությամբ օգտագործում են հիմնական միջոցը։ Շատ շնորհակալություն։ Իսկապես շատ կարևոր է ժամանակակից նորագույն բժշկական սարքավորումներ ունենալը։ Ես ինչպես միշտ ասում եմ, որպես բժիշկ իմ համար դա առաջնահերթն է, ֆունդամենտալն է։ Ձեզ հետ բժիշկ Մանուկյանը կհանդիպենք։ Դե ինչ եւս մի կիրակնորյա թողարկում մոտեցավ իր ավարտին, մենք հուսով ենք, որ մեր պատրաստած տեղեկատվությունը, մեր հյուրերը եւ զրույցները ձեզ համար շատ հետաքրքիր էին եւ դուք վայելեցիք այս ժամերը մեզ հետ։ Ինչպես հետաքրքիր էր մեզ այս հանգստյան օրերն անցկացնել Dream Park-ում, իսկապես աշխատանքային շաբաթվանից հետո գալ, այստեղ լիցքաթափվել, կիսվել մեր զգացողություններով ձեզ հետ, սա հրաշալի առիթ էր կարծում եմ, մենք որ շատ գոհ ենք մեր հանգստյան օրերից, այո, հուսով ենք, որ դուք նույնպես վայելեցիք մեր հաղորդումները եւ լորվա բնությունը ինչքան հնարավոր էր կադրերով փոխանցել։ Շնորհակալություն ձեր առավոտյան սուրճն ու թեյը մեզ հետ կիսելու համար։ Հիշեցնեմ, որ մեր գործընկերներն են Dream Park հանգստյան գոտին Աջափնյակ բժշկական կենտրոնը եւ Տուն Դեպո խանութ սրահը։ Նաեւ հիշեցնեմ այն հասցեները, որոնցով կարող եք հետևել մեր թողարկումներին։ Դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան եւ Telegram-յան ալիքները, ինչպես նաեւ Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան էջերը։ Առողջ եղեք, երջանիկ, համբուրում ենք բոլորիդ։ Լավ մնացեք, կհանդիպենք մյուս կիրակի, շաբաթ եւ կիրակի։